Բարեձեզ, դեկոնստրուկցիա, գծիկ, ռեկոնստրուկցիա շարքն է եւ շարունակում ենք մեր զրույցները։ Ես հիշեցնեմ, որ մենք խոսում ենք այս վերջին շրջանում մի հարցադրման շուրջ, ավելի շուտ մենք հարցադրում ենք դրել եւ փորձում ենք պատասխանել արդյոք հայերի եւ թուրքերի միջև կոնֆլիկտը, հակադրությունը, հակամարտությունը արհեստական է, դրսից հրահրված է, արտաքին ուրեմն ծագում ունի, ինչպես պնդել են եւ հիմա էլ պնդում են շատերը, եւ ինչպես նաեւ դրա այդ թեզի վրա բավականին լուրջ քարոզչություն է աշխատում, թե այդուհանդերձ այդ հակամարտությունը ունի օբյեկտիվ հիմքեր, պատմության, աշխարհագրության, չգիտեմ, եւ այլ քաղաքական, տնտեսական եւ այլ հարաբերությունների մեջ օբյեկտիվ ներքին հիմքեր։ Մենք բաժանել ենք մեր խոսակցությունը երկու մասի, առաջին մասը արդեն ավարտել ենք, մենք խոսել ենք թուրքերի հետ հայերի հարաբերության մասին եւ անցած անգամվանից անցել ենք արդեն Ադրբեջանի թուրքերի թեմային։ Մի թեմա, որը երևի առավել քիչ մեր մոտ ընդհանրապես որքան է զարմանալի է, իմաստավորված է, elements որքան էլ զարմանալի է, այսքան տարվա մի քանի տասնամյակի այս կոնֆլիկտը հաշվի առնելով, բայց ինքը առանձնապես տենց շատ մեծ խորքով ես չէի ասի, որ այն մյուսն է կարող խորքով չէ, բայց համենայնպես շատ է խոսվել, այստեղ շատ ավելի քիչ, այսպես ասած, նյութ ունենք, ինչով է, մենք սկսեցինք անցյալ անգամ այս խոսակցությունը, ասացինք, որպեսզի վերցնենք հնարավորինս այս թեման ճիշտ կերպով, այսպես ասած, բնականաբար պետք է պատմությունից սկսենք, անհնար է առանց դրա, եւ փորձեցինք պատմություն ասելով տվյալ դեպքում ավելի շուտ մենք փորձեցինք կենտրոնալ, հասկանալ, որտեղ են արմատները, նախահիմքերը այսօրվա ադրբեջանցի կոչված ժողովրդի, ադրբեջանցի ինքնության, ադրբեջանի թուրքերի ինքնության արմատները որտեղ են, որտեղ առանց այդ արմատների այսօրվանը մենք չենք կարող հասկանալ եւ չենք կարող նաեւ մեր հարցի ճիշտ ճշգրիտ պատասխանը տալ։ Դրա համար չենք շտապում, առայժմ մի քիչ, այսպես ասած, փորփորում ենք պատմությունը։ Մինչև անցնելը առաջ հիշեցնեմ մի բան էլ, որ մենք անցյալ այդ խոսակցության մեջ հետեւյալ ուրեմն թեզը առաջ քաշեցինք, որ այդ ինքնության արմատը, այսօրվա հենց արմատը ոչ թե բուն, մենք ասացինք, որ այդ ինքնությունը կայացող է, հենց հիմա էլ ինքը կայացող է։ Ինքը դրանով ասենք տարբերվում է օրինակ հայկականից կամ չգիտեմ վրացականից կամ որևէ այլ քիչ թե շատ արդեն sense կայացած ինքնությունից, ինքը դեռ կայացող է, նույնիսկ այսօր էլ, բայց հատկապես 20-րդ դարում շատ ակտիվ կայացման process է եղել, բայց մենք խոսեցինք արմատներից, որը տարբեր է այդ արմատ, այսինքն ինքը այսօրվա վիճակից դեռ տարբեր է, բայց այդուհանդերձ սկիզբն է։ Մենք այդ սկիզբը դրեցինք շատ կոնկրետ ժամանակաշրջան, շատ կոնկրետ մենք ասացինք, որ դրա սկիզբը 16-րդ դարում է, երբ որ Իրանում հաստատվում է Սեֆևյանների հարստությունը եւ Իսմայիլ շահը դառնում է Պարսկաստանի տիրակալ, թե ինչու, ոնց, ինչ կապ ունի, այդ արդեն պետք է նայեք նախորդ տեսագրությունը, թե չէ ամբողջ նորից պետք է կրկնեմ։ Իհարկե, եթե մարդը որ առաջին չի նայել նախորդը հիմա էլ լսում, պատկերացնում եմ, որ կզարմանա, այդ ինչու տենց հստակ, բայց պատասխանները տվել ենք անցած անգամ, հիմա անցնում ենք առաջ, որտեղ մենք այդ խոսակցություն կիսատ մնաց, մենք տեսանք նաև, որ դրանք բնականաբար խոսքը դեռ այսօրվա իմաստով ադրբեջանցիների մասին չէ, նրանց նախնիների մասին է, որոնք շիա թուրքերն են, թուրքալեզու շիա ցեղերն են այդ ժամանակաշրջանում, բայց իրենք են հենց այն սերմը, այն սաղմը, որից աճել է այսօրվա ադրբեջանցի թուրք ինքնությունը եւ որտեղ է նրա հենց հիմնական տարբերությունը օրինակ Թուրքիայի թուրքերից կամ մյուս թուրքալեզու իրենց ցեղակից ժողովուրդներից։ Մենք տեսանք, որ իրանք Իրանում այդ ժամանակվա Իրանում ոչ միայն ուղղակի կարևոր դերեր ունեին, այլև առաջատար, այսինքն ռազմական ուժը, հիմնական ռազմական ուժը այդ թուրքալեզու շիա ցեղերն էին, Ղզլբաշները անունով հայտնի
եւ նաեւ թագավորական դինաստիաները Իրանի ճնշող մեծամասնությունը ունեին առնվազն թուրքալեզու էին, եթե ոչ միշտ թուրքական ծագմամբ, կարող էին լինել իրանական ծագման, բայց թուրքացած, ապա գրեթե միշտ թուրքալեզու այդ տարբեր ուրեմն խմբերի ցեղերի ներկայացուցիչներն էին։ Այսօրվա խոսակցությունն է, այդ անցյալ անգամ չենք հասցրել խոսել, մի հատ ամփոփելով, որ հասկանանք այդ շրջանում այդ ինքնությունը ինչ կառուցվածք ուներ, որովհետև դա էլ է հետո կարևոր լինելու այսօրը հասկանալու համար տարբերություն, որովհետև այսօրվա եւ այն ինքնության մեջ կա կարևոր տարբերություններ, դրա համար եմ ասում դա լրիվ նույն ինքնությունը չի, այլ հիմքն է։ Եվ կարևոր տարբերությունները հետևյալն են. այսօրվա ինքնությունը, Ադրբեջանի թուրքերի կամ ադրբեջանցի կոչված ինքնությունը, ինքը ինչպես եւ ընդհանրապես արդիական ինքնությունները հիմնված է էթնիկ գործոնի վրա։ Իհարկե կարող ենք ասել նաեւ քաղաքացիական կամ պետական, բայց այդքան էլ այդպես չի, հասկանալ որ էթնիկի վրա է հիմնված։ Այն ժամանակվա եթե վերցնենք այդ շիա թուրքերի ինքնությունը, դա այդտեղ էթնիկը առաջնային չի, այսինքն որ մենք թուրք ենք կամ մենք խոսում ենք թուրքական լեզվով մեր, դա չի առաջնային, դա ավելի բազմաշերտ բարդ ինքնություն է, առաջի հերթին դա այսպես ասենք պետական քաղաքակրթական ինքնություն է, իրենք թուրքալեզու են, բայց իրենք զգում են Իրանի քաղաքակրթության պետության ոչ միայն մաս, այլև ռազմիկ, զինվոր, պաշտպան եւ այսպես կռվող տար։ Երկրորդը կրոնականը բնականաբար շատ կարևոր դեր ունի, անցյալ անգամ խոսեցինք, ոչ միայն պարզապես մուսուլման, այլ շիա մուսուլման, որի հիմնական կռիվը սուննի մուսուլմանների դեմ է, տվյալ դեպքում Օսմանյան կայսրության դեմ, ասացինք, որ դա կատաղի հակամարտություն էր եւ ամենամեծ թշնամիներն էին այդ շրջանում։ Եվ դրանից հետո ցեղային ինքնությունը, էլի ոչ թե էթնիկ, այլ ցեղային, այսինքն այստեղ էլի այս դեպքում տարբերությունը որ է կարևորը ոչ թե որ ասենք մենք թուրք ենք, այլ որ թուրքական ցեղից ենք մենք, որտեղ այնտեղ տարբեր ցեղեր կային, ասել եմ Ղզլբաշներ, չգիտեմ, Ղզլբաշներ ավելի հավաքական անուն է, չգիտեմ, Ավշարների ցեղը, այնտեղ չգիտեմ, միջև հիմա էլ աշխարհագրական անունները օրինակ պահպանված Բորչալուտ, ու չգիտեմ, հազար մի ցեղ, հիմա ճիշտը որ ասեմ այդ անունները տենց լավ չեմ հիշում, ոչ էլ հիշելու բան են տենց մի առանձնապես, բայց Պարսկաստանում իդեպ մինչև հիմա այդ տարբեր թուրքալեզու ցեղեր կա, փորձում են իրենց իհարկե միացնել մի անվան տակ, որ իրենք, ասենք, որպես Իրանի ադրբեջանցիներ, բայց այդ Իրանի ադրբեջանցիները ասացնել մի քիչ ընդհանրացված բան է, որտեղ բազմաթիվ դեռ կան այդտեղ թուրքալեզու, ուրեմն էթնիկ խմբեր, որոնք այդտենց իրենց ցեղային կյանքով են ապրում։ Իրանի տարածքով մեկ, ոչ միայն Իրանի Ադրբեջանում, եւ եթե ինչ-որ մեկին զարմանալի կամ ոչ այդքան հասկանալի թվա այդ եռամաս ինքնությունը, որ նկարագրեցի, հա, որը տարբեր է այսօրվա ադրբեջանցի կոչվող ժողովրդի ինքնությունից, շատ հեշտ է դա հասկանալ, եթե մենք նայենք այսօրվա հենց Իրանում ապրող ադրբեջանցիներին, այդ օրինակները կարծեմ էլի վերել եմ, բայց լավ օրինակներ են, այսինքն հենց հիմա Պարսկաստանում բազմաթիվ ուրեմն բարձրաստիճան կամ հայտնի, չեմ ասում շարքային, այլ բարձրաստիճան դեմքեր կան հենց նույն այսօրվա Իրանը գլխավոր ռեժիմի մեջ, սկսած հենց այս նախկին արդեն օղորմածիկ, այսպես ասենք, այաթոլլա Խոմեյնիից, բայց եւ նաեւ բազմաթիվ հրամանատարներ, չգիտեմ, պետական պաշտոններ, որոնք էթնիկ իմաստով ադրբեջանցի են, բայց մենք տեսնում ենք բոլորս, որ դա իրենց համար ոչ մի դա իրենց համար չի նշանակում, որ իրենք օրինակ չի Ադրբեջան պետությունն են պաշտպանում կամ թուրքական կողմնորոշում ունեն, բացարձակ իրենց մոտ պետական ինքնությունն է, իրենք իրանցի են պետական իմաստով եւ կրոնական ինքնությունը շիա են իրենք եւ նոր հետո իրենց ցեղային կամ էթնիկ ինքնությունն, այսինքն մինչեւ հիմա Իրանում Իրանի ադրբեջանցիների զգալի մասը եւ ընդհանրապես թուրքալեզուների զգալի մասը հենց այդպես էլ ապրում է, ինչպես եղել է 300 տարի առաջ, այսինքն այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանում իհարկե փոխվել է այլ ինքնություն, բայց հիմքը արմատը այդ նույն տեղից է գալիս, այսինքն եթե օրինակ այդ տարածքը չմիանար ռուսական կայսրության, հենց նույն այսօրվա այդ Ադրբեջանի թուրքերը մոտավորապես նույնն են լինելու, ինչ որ ասենք, չգիտեմ, Այաթոլլա Խամենեին, Ալի Խամենեին, այսինքն իրանցի փաստում են։ Թուրքական էթնիկ, այսպես ասած, գունավորմամբ իրանցի։ Եվս մի անգամ պետք է շեշտենք, որ այս տիպի ինքնությունը
ինքը այդ ինքնությունը ինքը կատաղի թշնամական հարաբերությունների մեջ էր, ես էլ պետք է շեշտենք, դա սա իրենց պատմության մասն է, որ էլի ասել եմ, այնպես չի որ լրիվ մոռացված է, կատաղի թշնամի է իրենց դարձրել օսմանյան թուրքերի հետ, եւ օսմանյան թուրքերն էլ իրենց նույն ձևի ղզլբաշներին, այսինքն շիա թուրքերին, Իրանի թուրքերին, այսօրվա ադրբեջանցի նախնիներին համարել են իրենց թիվ 1 թշնամին արևելքում, եւ այդ թշնամությունը ես չեմ չափազանցնում, երբ որ ասեմ կատաղի բնույթ է ունեցել, որովհետեւ ես էլի այս օրինակներ տարբեր առիթներով բերել եմ, բայց հիմա էլ կրկնեմ, ընդཐུպ մինչև ոչնչացում ֆիզիկական այս թշնամանքը հասել է, հենց նույն օսմանյան կայսրության մեջ, ես միշտ այդ փաստը էմպայից երբ որ իմացել եմ, շատ եմ սիրում հիշատակել, որտեղ ինքը այսօրվա կոնտեքստում շատ զարմանալի է հնչում, կարելի ասել, որ առաջին ցեղասպանությունը օսմանյան կայսրության մեջ եղել է այսօրվա ադրբեջանցիների նախնիներ, իհարկե դրանք այսօրվա իմաստով ադրբեջանցի չեն, բայց այդ շիա թուրքերն են, որտեղ օսմանյան կայսրության տարածքում են բազմաթիվ շիաներ էին ապրում, թուրքալեզու շիաներ, այն տարածքները, որոնք օսմանյան կայսրությանը միացան, հիմնականում հենց Հայաստանի տարածքների մասին է խոսքը, դա Արևմտյան Հայաստանի տվյալ դեպքում, բայց երբ որ այդ Սեֆևյան Իրանը կայացավ եւ որպես ուժեղ տերություն եւ սկսեց այդ կռիվը իրենց միջև, արդեն օսմանյան կայսրությունը ուրեմն որոշեց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել այդ տեղի իրենց դիրապետության տակ մնացած շիա թուրքերին, Սելիմ 3-րդ սուլթանի ժամանակ էր դա կարծեմ 16-րդ դարում էլի, 16-րդ դարի սկզբում, ու ըստ ավանդույթի մի գիշերվա մեջ մի քանի 100,000 են կոտորել, իհարկե այդ թվերը երևի չափազանցված են, ժամկետը չափազանցված է, բայց մասշտաբը որ պատկերացնենք, դա բառից բուն իմաստով ցեղասպանություն էր, ոչ թե ինչ որ չափազանցություն եմ ասում, չգիտեմ 1-2 հոգի, այլ բառից բուն իմաստով, հիմա եթե նույնիսկ 100,000-ներ չեն եղել, ոնց որ աղբյուրները նշում են, թող տասնյակ հազարներ լինեն, մարդկանց կոտորել են հենց որտեղ նրանք շիա են եղել, նրանք թուրք են եղել, այսօրվա ադրբեջանցի նախնիները։ Նույն օրինակը մենք ունենք, դա կարծեմ Արմեն Այվազյանի գրքերից մեկում եմ ժամանակին կարդացել եւ հետո տարբերելի տեղերում աղբյուրներում հաստատվում է դա, որ երբ որ 18-րդ դարում օսմանյան բանակը ներխուժում է Անդրկովկաս, Հայաստան եւ այսօրվա ուրեմն Ադրբեջանի տարածք, նրանք հրաման են ունենում, որ պետք է այդտեղ դուք այդտեղ ոնց որ ինքը նկարագրում են, թե ում դուք այդտեղ կհանդիպեք, կառավարությունը ոնց որ սուլթանը եւ նաեւ իրենց հոգեվոր առաջնորդը Ստամբուլում ոնց որ բան է տալիս էլի հրահանգներ զորքերին, հրամանատարներին, որ այնտեղ դուք կհանդիպեք տարբեր ժողովուրդներ եւ ուրեմն ես չեմ հիշում հիմա ինչ անվամբ էին իրենք աջեմի կարծեմ ասում, ընդհանրապես պարսիկներին էին աջեմի ասում, բայց տվյալ դեպքում նկատի ունելով այս ստեղ ապրող այդ թուրքերին, այսինքն էլի ապագա ադրբեջանցիներին, որ այդ դրանք ամենավատն են, դրանց ուղղակի պետք է ոչնչացնենք։ Ու տեսնում եք, սպանում եք։ Այսօրվա այդ օսմանյան թուրքերը, այստեղի թուրքերի մասին։ Որովհետև իրենց համար թուրք չէին, իրենք թշնամի էին, շիաներ էին, պարսիկներ էին բանով էլի պետական էությամբ։ Իսկ հայերին օրինակ ասում է դրանք շատ մի ջրտվեք, դրանք օգտակար կոպիտ ասած ժողովուրդ են, առևտուր են անում, արհեստներով են զբաղվում, պետք կգան, ոչ թե որ հայերին սիրում է, այլ որ ասենք օգուտ կա, բայց սրանց ասում է պետք է կոտորեք։ Սա բան է, պատմական փաստաթղթեր է, սա անեկդոտ չի էլի, ոնց որ պատմական։ Հիմա ես մի քիչ տես բան պատմեցի, բայց դա իրականություն է։ Ինչպես եւ ոնց դա փոխվեց դեպի այսօրվան, դա մենք պետք է իմանանք սկիզբը, որպեսզի ավելի լավ հասկանանք այսօրվա այդ տրանսֆորմացիայի աստիճանը եւ ձևը, եւ ինչ հանգամանքներում փոխվեց եւ ինչու։ Տեսեք, բացի այն, որ իրանք այո Իրանում զբաղեցրել են այդ դիրքը, այդ տեղը, մենք դա արդեն հասկացանք, որ իրենք ռազմական ըստեյության հիմնական կորիզն են եղել, չգիտեմ, թագավորական դինաստիաները։ Այստեղ մի շատ կարևոր բան կա, որ ընդհանրապես նախ Իրանի համար մասին պետք է հասկանանք,
միշտ սկսած է այն ամենահին ժամանակներից եւ միջև մուսուլմանական Իրանը եւ մուսուլմանական Իրանը, որտեղ քաղաքակրթական ավանդույթը ինքը շատ ամուր է, պահպանվում է անկախ նույնիսկ այդ կրոնական փոփոխություններից, երբեք Իրանը այդ մեծ տերություն լինելով հանդերձ ինքը կենտրոնացված համակարգ չի եղել ըստ էության։ Իրանական համակարգերը գրեթե միշտ պատմության մեջ, նույնիսկ երբ որ միավորվում է մի պետության մեջ եւ մեծ տերություն է, ինքը ապակենտրոնացված համակարգ է։ Այսինքն այնտեղ կա շահ, հա, ասենք, կամ շահ, ավելի շուտ թագավորների թագավոր, արքայից արքա, եւ դա էլի սկսած չգիտեմ Արշակունիներից, հետո Սասանյաններով, հետո մուսուլմանական շրջան, բայց տեղերում ոչ թե ուղակի ինչ որ ասենք կառավարիչներ են, որոնց թագավորը նշանակում, ասենք այսօրվա չգիտեմ Հայաստանի մարզպետների նման, հա, վարչական, այլ ըստ էության շատ լայն ինքնուրույնությամբ օժտված կառավարիչներ, որոնք կարող են նույնիսկ թագավորի տիտղոս կրել, այսինքն նա արքայից արքան է, սա կարող է լինել թագավոր, կարող են իշխանների տիտղոս կրել, իրենք ինքնուրույն են աստիճան, որ սեփական զորք կարող են ունենալ, ճանաչում են հիմնականում շահի գերիշխանությունը, բայց իրենք ինձ տեղերում ասած բավական ինքնավար կառավարիչներ են, ոչ թե վարչական, այլ տենց իշխանի կամ թագավորի նույնիսկ իմաստով։ Իհարկե, երբ որ այս շահնշահի իշխանությունը թուլանում է, դրանց անկախությունը փաստացի անկախանում են դրանք այդ տեղական իշխանները, երբ որ ուժեղանում է, ենթարկվում են ընդհանուր այդ համակարգի մասին։ Այս մենակ Իրանը ինչի բնորոշ, մեծ հաշվով հին հայքին էլ է այդպես բնորոշ եղել։ Եվ երբ որ մենք խոսում ենք այս Սեֆերյան շրջանի Իրանի մասին, նույնն է, նույն համակարգն է, այսինքն կա շահնշահը, բայց առանձին շրջաններում կան այսպես կոչված խաներ, ըստ էության, եթե այսօրվա մեր հայերենով թարգմանենք, իշխաններ, այսինքն ոչ թե իրանք ուղղակի նշանակով են, այլ իշխաններ, հաճախ դինաստիաներ են ձևավորում, ժառանգական, եւ տեղում իրենք ունեն շատ մեծ իշխանություն։ Եվ ինչու եմ սրանց հիշատակում, որտեղ մեր տարածաշրջանն էլ, այսինքն եթե վերցնենք այսօրվա Հայաստանը եւ այսօրվա Ադրբեջանը, ընդհանուր այսօր Կովկասի այն մասը, որը այն ժամանակ Իրանին էր ենթարկվում, արևմտյան Վրաստանը դրա մաս չէր, բայց արևելյան Վրաստանը, այսօրվա մեր արևելյան Հայաստանը եւ այսօրվա այդ Ադրբեջան կոչված պետության տարածքը ինքը նույնպես բաժանված է, ինքը ոչ թե անմիջապես էր ենթարկվում Իրանին, շահին, այլ բաժանված էր այդ խանությունների, տարբեր խանություններ էին այստեղ, դե կար արևելյան Վրաստանում տեղական վրացական դինաստիաներ, վրացիները դա կոչում են Քարթլիի թագավորություն, Կախետիի թագավորություն, բայց մենք տեսել ենք նաև, որ Իրանի տեսակետից դրանք խանություններ էին, էլի, ոչ թե թագավորություններ, այսինքն իրենք այդ թագավորներին համարում էին Թիֆլիսի խան, չգիտեմ, Թելավիի խան, այդպես էին կոչում, բայց նրանք վրացի էին, թեկուզ մուսուլմանություն ընդունած հաճախ, բայց Բագրատունիների դինաստիայից։ Մնացած տեղերում մուսուլմանական խանություններ էին, այդ թումեսորվա Հայաստանի տարածքը մի քանի տենց խանություն կար, Երևանի խանությունը, Նախճեվանի խանությունը, Ղարաբաղի խանությունը, որը ճիշտ ավելի ուշ ձևավորվեց 18-րդ դարում, սրանք ավելի շուտ էին 17-ում էլ կային, Գանձակի խանությունը կամ իրենց լեզվով ասած Գյանջայի խանությունը, Բաքվի խանությունը, չգիտեմ, Շիրվանի, Շեքի եւ այլն էլի կային։ Հիմա բոլորը բարձր չեմ հիշի։ Իդեպ Ղարաբաղի խանությունը ասցի, որ ուշ ձևավորվեց, ինքը նաեւ որ աշխարհագրորեն պատկերացնենք, ոչ միայն այսօրվա Լեռնային Ղարաբաղն էր ընդգրկում եւ արագից տարածքները, ուրեմն այլ նաեւ այսօրվա մեր Սյունիքի զգալի մասը, այսինքն տվյալ դեպքում կարծեմ հիմա վախենում եմ սխալվում եմ մինչև Սիսիան էր հասնում, կարծեմ Գորիսն ու Կապանը մեջն էին ամենայն դեպս, Գորիսն ու Կապանը համարվում էին այդ Ղարաբաղի խանին ենթակա տարածքներ, իհարկե այդտեղ Ղարաբաղի խանության մեջ պահպանվել էին, գիտեք, հայկական մելիքությունները, մինչև այդ հայկական մելիքություններն էին հենց այդտեղ ոնց որ միակ տեղներ, որտեղ այդ խաներից չկային, հետո դրանք այդտեղ հաստատվեցին, բայց մելիքությունները պահպանվեցին, հետո էլ խանին ենթակա ձևով, իհարկե փոփոխվեցին մելիքական տները, բայց կային մնացած տեղերում հայկական տենց էլի Սյունիքից բացի, ու Ղարաբաղից բացի հայկական տենց առանձին բաներ, իշխաններ գրեթե
չէին մնացել, թեև էլի բացառություններ կային նույնիսկ Երևանում։ Ամեն դեպքում հիմա չխորանանք, Նախճիվանի խանության մեջ նաև վայրուզորն էր մտնում եւ այլն եւ այլն։ Հիմա ինչի եմ ես այս խանությունները հիշատակում, որովհետեւ այդ խաները եւ այդ խանական դինաստիաները այս մեր տարածաշրջանում, դրանք նույնպես բոլորը, դրանք պարսիկ չէին, բոլորը թուրք էին, այսինքն այս շիա թուրքերից էին, թուրքական, թուրքալեզու էին։ Կային բացառություններ, նույնիսկ վրացիներ ծագումով մեկ-մեկ հայտնվում էին, ունեմ Երևանի խաներից մեկը մուսուլմանացած Բագրատիոն էր, բայց դրանք բացառություն են։ Հիմնականում բոլոր այս խաները դրանք թուրք էին։ Եվ այստեղից այսինքն իրենք գերիշխողտարն էին նաև այս մեր տարածաշրջանում։ Իշխանությունը նրանց ձեռն էր։ Նույնիսկ եթե տեղերում, ասենք Ղարաբաղի կամ Սյունիքի պես պահպանվել էին նաև հայ իշխաններ, որոնք ենթարկվում էին մեծամասամբ արդեն այդ խաներին, ինչ որ փուլից սկսած կունեն։ Գերիշխող խավը սրանք են եւ բացի խաներից, էլի ոնց որ եւ ընդհանրապես Իրանում ռազմական գերիշխող ուժը, այսինքն զորքը, նույնպես հիմնականում թուրքեր էին, այս շիա թուրքերն էին։ Շիա թուրքեր այսօրվա այդ ադրբեջանցիների նախնիները։ Եվ սա միանգամից նաև ասեմ այսօր ինչ հետևանքներ ունի, որը հետո կարող է խորանանք, որ իրենց այսօրվա այդ հիշողության մեջ, իրենց այսօրվա ինքնության մեջ, մենք ասենք, որ շատ բաներ իրենք տրանսֆորմացել են, փոխվել են, բարձ այսօր տարբեր է, բայց մի քանի բան իրենք պահպանել են։ Եվ այս հիշողությունը իրենք պահպանել են, եւ ոչ միայն ուղղակի հիշողությունը իրենց հոգեբանության մեջ այսօր երկու բան է մնացել։ Մեկը, որ իրենք գերիշխող դիրքի հավակնություն ունեն այս մեր տարածաշրջանում եւ հատկապես հայերի նկատմամբ, որտեղ հայերը իրենց այդ հոգեբանության տեսակետից, որը ոչ միտեղ չի կորել այդ դարերի ընթացքում, այլ միայն նույնիսկ ամրապնդվել է։ Մենք կտեսնենք, որ ռուսական տիրապետման շրջանում դա որքան էլ առաջին հայացքից կարող ինչ-որ մեկին զարմանալ թվա, բայց չի վերացել, էլի ամրապնդվել է, հակառակը փոխվել է, բայց ամրապնդվել է։ Այս հայերի նկատմամբ գերիշխողի դիրքը, որ հայերը ենթակա խավ են, որ իրենք այսպես այդ ոնց որ իշխանական զինվորական խավն են, իսկ հայերը այն ավելի իրենց ենթակա ցածր արհեստավոր առևտրական գյուղացի խավն են։ Այս ենթագիտակցության մեջ առնվազն իրենց, բայց ոչ միայն մնացել է մինչև հիմա եւ այսօր էլ ծլում եւ ծաղկում է, այսօր նույնիսկ կարելի է վերածնունդ է ապրում, սա շատ կարևոր է եւ նույն Ալիևի հոգեբանության մեջ դա ակնհայտ կա եւ հիմա կա եւ նախկինում կար դա իր տարբեր ժամանակներում ուրեմն արտասանած խոսքերից էլ է նույնիսկ կացվում եւ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո ոչ միայն պատերազմից հետո ես ուշադիր եմ եղել դա զգացվում է որ ինքը այդպես է զգում ունի այդ հոգեբանությունը եւ մյուսը որ ինչու են իրենք Հայաստանի այսօրվա տարածքը նաեւ չէ այդ ֆանտաստիկ այդ ապուշ իրենց այսպես ասած զառանցանքային այդ տեսությունը որ արևմտյան Ադրբեջան ես ասեմ որ իրենք դա փոխարեն են արևմտյան Հայաստանից բայց անունը մի կողմ թողնենք ինչու են իրենք այսօրվա Հայաստանը այդպես ասում մեր տարածքն է իհարկե դա աբսուրդ է բայց մենք պետք է իրենց հոգեբանությունը հասկանանք իրենց հիմնավորումը հենց դա է որ այստեղ եղել են իրենց պատկերացնում դա ասում են մեր խանությունները իհարկե դա էլ իրենցը չեն որովհետև պարսկական պետական համակարգի մաս են եղել բայց քանի որ իշխող խավը եղել է իրենց նախնիներից ու չնայած դա որ շատ տարբեր են այսօրվա իրենց ինքնությունը իրենք դրա վրա կառուցում են իրենց փաստարկումը եւ ասում են սա մեր երկիրն է մեր հայրենիքն է ոչ միայն որ մենք այստեղ ապրել ենք այլ որտեղ մենք այստեղ իշխող խավ ենք եղել իրենց դրա վրա կառուցված է ամբողջ հավակնությունները եւ այստեղ մենք պետք է նաեւ հասկանանք որ պետք է միշտ դու կարողանաս հոգեբանությունը դիմացինիդ առավելևս ում հետ որ կոնֆլիկտի մեջ ես հասկանաս եւ չվերագրես իրեն քո պատկերացումները աշխարհի մասին մեր պատկերացմամբ եւ ոչ միայն մեր պատկերացմամբ այլև օբյեկտիվորը աբսուրդ է այդ իրենց հավակնությունները հատկապես որ իրենց հայրենիքն է աբսուրդի գագաթնակետն իրոք հիմա չխորանամ
հուսամ, որ Հայաստանում դեռ մարդկանց մեջ տենց կասկածներ այդ առումով չեն զարգացել, բայց իրենց հոգեբանությունը մենք պետք է հասկանանք, ինչու է իրանց մոտ այդ աբսուրդը այդքան լավ աշխատում, որովհետև իրենց պատկերացումը թե ինչ է հայրենիքը եւ մեր պատկերացումը տարբեր են։ Մեր համար, ասենք, որպես ասենք, հին կայացած ինքնություն, մենք հայրենիք հասկանում ենք, որտեղ դու պատմականորեն ապրել ես դարերով, չգիտեմ, հող ես մշակել, մշակույթ ես ստեղծել, քո հայրենիքն է ինքնին պարզ է։ Իրենց հոգեբանության տեսակետից նախ այստեղ կրոնական բան է կա, որովհետև ավելի լայն sense եթե վերցնենք իսլամական բանի տեսակետից ոչ պարտադիր դա միշտ դրսևորում է, բայց կա այդ ենթատեքստը, որ որտեղ որ իրենք գերիշխան են, դա արդեն իրենցն է։ Կապ չունի դա պատմականորեն ինչ է եղել, ինչ չի եղել, իհարկե իրենք հիմա փորձում են այդ պատմականորեն ֆարսը ձևակերպել, որ պատմականորեն իրենցն է, բայց ենթատեքստում, որ եթե մենք ստեղ իշխել ենք, դա մերն է։ Եվ որպես նախկին իշխող խավ էլի, քանի որ իրենք վերևից sense ներքև նայելու բան են ունեցել, քրիստոնյաների եւ հատկապես հայերի նկատմամբ, սա նույնպես երկրորդ ենթաշերտն է, որ իրենց այդ աբսուրդ տեսությունները իրենք հավատում են, լուրջ են ընդունում դա։ Եթե չներես հոգեբանական ենթատեքստը եւ այս պատմական շերտը, դա ինչքան էլ ուզում ես ասենք, չգիտեմ, քարոզի, դա այդքան հեշտ չէր իրենց մեջ մտնի եւ այդքան իրենք լուրջ դրան չէին վերաբերվի։ Դե փաստորեն երևի այսօր այսքանը, որովհետև շարունակությունը արդեն պետքա գա ռուսական շրջանը։ Հիմա եթե ասենք ռուսական շրջանի, դա կիսատ կմնա, ավելավա կիսատ չթողնենք, չբաժանենք երկու հատվածի, մյուս այն շրջանը, երբ որ արդեն այս մեր տարածաշրջանը միանում է Ռուսաստանին, պետք է այդտեղ մի հատ նայենք տրանսֆորմացիան, այս մեր հարևանների, հարևան թուրքերի, Ադրբեջանի թուրքերի ինքնության, ոնց են հենց իրենք դառնում մոտավորապես են ինչ որ այսօր դառել են, կփորձենք իհարկե մի զրույցի մեջ տեղավորել եւ ցարական Ռուսաստան եւ սովետական շրջանը, որպեսզի գանք արդեն եզրակացությունների, այսօրվա մասով այսքանը ու վերջ, կհանդիպենք։ Շնորհակալություն։